Շնորհակալ եմ, պարոն Արոյան, դուք էլ երևի ձնամաքրման պատրաստական աշխատանքների մասին ասեք։ Շնորհակալություն, պարոն քաղաքապետ, այս տարվա համար ևս դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսների համար կազմվել է ձմռան ամիսներին ձնամաքրման, սանմաքրման աշխատանքների գործողությունների պլանը, միջոցառումների ցանկը, իրազեկված են բոլոր պատասխանատու կառույցները, վարչական շրջանների ղեկավարների հետ կայացել է խորհրդակցություն, մանրամասն քննարկել ենք աշխատանքների սխեման, ժամանակացույցը գործողությունների, համաձայնեցված բոլոր կառույցների հետ։ Ռեսուրսների բաշխումն է իրականացվել, այս պահի դրությամբ, պարոն քաղաքապետ, ներգրաված 241 միավոր տեխնիկա տարբեր տրամաչափերի գործողությունների համար նախատեսված, որից 216-ը ԵԱՍՄ հիմնարկի տարբեր տրամաչափերի տեխնիկան է, 25-ը կանաչապատում հողակի։ Մարդկային ռեսուրսներից 614 բանվորական ուժ, որից 339-ը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցներն են, 275-ը կանաչապատման։ Այս ռեսուրսների բաշխման մասին ևս իրազեկված են վարչական շրջանների ղեկավարները։ Տեղում աշխատանքների կազմակերպման վերահսկման ողջ պատասխանատվությունն իրականացնում է վարչական շրջանի ղեկավարը, երթուղիների ցանցի եւ ժամանակացույցի պահպանման պատասխանատուն ԵԱՍՄ հիմնարկն է, ողջ հսկողությունը մայրաքաղաքում կիրականացվեն իմ կողմից, պարոն Կարոյանի հետ, կոմունալ տնտեսության վարչության հետ։ Պարոն քաղաքապետ, այս պահի դրությամբ արկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են, բավարար չափով կուտակված են նաև Նոր-Նորք, Արաբկիր 2 կետում եւ Շենգավիթ 1 կետում համապատասխան աղ ու ավազի խառնուրդը։ Առաջի խմբականակը անհրաժեշտ պատրաստ է, լրացուցիչ ԵԱՍՄ հիմնարկը ներկրում է աղ եւ ավազ։ Այս հարցը ևս այս պահի դրությամբ անհրաժեշտ ռեսուրսի չափականակով պատրաստ է։ Պարոն քաղաքապետ, մենք ունեցել ենք միշտ քրոնիկ մի խնդիր։ Դա Երևանի ավականու 2009 թվականի պարտադիր բարեկարգման կանոնների մասին ավականու որոշման կանոնների պահպանումն է, տնտեսվարող բոլոր սուբյեկտների կողմից, այն է, որ բոլորը պարտավոր են նաև ձմռան ամիսներին մաքրելու իրենց կցված սպասարկման տարածքը, մայթեր, հարակից տարածքներ։ Եվ մշտապես ձմռան նախապատրաստական աշխատանքների համատեքստում վարչական շրջանի ղեկավարները պետք է ծանուցեին այդ տնտեսվարողներին իրենց պարտականությունը կատարելու համար։ Մտահոգությունս այն է, պարոն քաղաքապետ, որ այս պահի դրությամբ նախնական վարչական շրջաններից վերցած ինֆորմացիայի համաձայն 9088 տնտեսվարողներից ծանուցում ստացել են 4156-ը։ Այս պահի դրությամբ 100%-ով ծանուցել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, Նուբարաշենը եւ Նորք Մարաշը 85-ից 80-ին։ Մնացածի մոտ գրեթե կիսով չափ ծանուցումները իրականացված չեն։ Խնդրանքս է ձեզ, պարոն քաղաքապետ, հանձնարարական վարչական շրջանների ղեկավարներին այս կանոնների կատարումը պահպանելու համար ծանուցեն բոլոր տնտեսվարողներին եւ սահմանեն խստագույն հսկողություն բոլոր տեսակի օբյեկտների նկատմամբ եւ երկրորդը խիստ հսկողություն սահմանեն հենց այսօրվանից, անկախ այն բանից ձանտեղումներ կան չկան, մինուս ջերմաշան է գրանցվում գիշերը, բոլոր ավտոլվացման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց, գիշերը սառցակալում է եւ ստիպված է ԵԱՍՄ հիմնարկը բարեկային ծառայության հետ իրականացնելու այդտեղ լրացուցիչ աշխատանքներ։ Ամբողջովին պատրաստ լինող ռեսուրսները, պարոն քաղաքապետ, խնդրում եմ ձեր խիստ հանձնարարականը այս ուղղությամբ։ Շնորհակալ եմ, պարոն Արոյան, վարչական շրջանների հարգելի ղեկավարներ, խնդրում եմ մինչև տարվա վերջ ավարտին հասցնել բոլոր ծանոթությունները եւ նաեւ պարոն Արոյանի բարձրաձայնած հարցի նկատմամբ հատուկ ուշադրություն, այսինքն լվացման կետերը, որոնք որ ոչ այնքան պարտաճանաչ են։